Երևանդ Իրանում պատերազմ է գնում, Իրանին պատերազմ են ըստ էության հայտարարել Միացյալ Նահանգները եւ Իսրայելը։ Մենք չգիտենք, թե ինչ հետևանքներ կունենա այս ամենը, բայց այնուամենայնիվ մի քանի եզրակացություններ կարող ենք անել, որոնք կարևոր են Հայաստանի համար ոչ միայն աշխարհաքաղաքական առումով, այլ նաեւ ներքաղաքական առումով։ Ինչն էր հետաքրքիր Իրանում։ Իրանը շատերը անվանում են ավտորիտար երկիր, մեկ անձի իշխանության երկիր, բայց կյանքը ցույց տվեց, որ դա բավականին կորպորատիվ երկիր է եւ սպանելով ղեկավարությունը ամբողջ կազմին, երբ որ փոխարինողներ են գալի նրանց էլ ոչնչացնելով, այնուամենայնիվ այդ երկիրը չի փլուզվում եւ նույնիսկ քաղաքական կուրսը չի փոխվում։ Հայաստանում մենք տեսանք ճիշտ հակառակը։ 18 թվականին մեկ հոգու հեռացման ամբողջ պետության կուրսը եւ ներքին եւ արտաքին քաղաքական առումով փոխվեց։ Նույնիսկ Միացյալ Նահանգների նման բարդ համակարգ ունեցող երկիրը, եթե Միացյալ Նահանգների նախագահը փոխվի, երկիրը բնականաբար չի փլուզվի, շարունակի գործել, բայց այնուամենայնիվ քաղաքական կուրսը եւ ներքին եւ արտաքին կփոխվի։ Բայց Իրանը մենք տեսնում ենք կայուն երկիր է։ Ինչ հետևություններ մենք կարող ենք անել Հայաստանի առումով։ Փաստորեն Հայաստանում կառավարման համակարգը եւ քաղաքական համակարգը կայացված չի եւ մեկ անձից կախված է, այսինքն խորքային պետություն որպես այդպեսին գոյություն չունի։ Անկեղծ ես վաղուց այդ նույն բանը արձանագրում եմ, որ ցավոք սրտի կարող եմ ասեմ, խորհրդային միության փլուզումից հետո Հայաստանում այդպես էլ չձևավորվեց նոր քաղաքական վերնախավ եւ կայուն կառավարման համակարգ։ Ձեր նշած Ստեփան բանի Միացյալ Նահանգների փորձը, ես կարծում եմ այնտեղ էլ տենց էական փոփոխություն չի լինի։ Այսինքն համակարգերը կայուն են Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, չգիտեմ, Մեծ Բրիտանիայի, իրանք կարող են փոխվեն, կուսակցությունները փոխվեն, բայց ընդհանուր առմամբ կառավարման համակարգը երկիրը ֆունդամենտալ կլողկոնձի չի տա, կոպիտ ասած, ինչպես որ եղավ մեր մոտ 2018 թվականից հետո։ Ինչու այդպես, որովհետև ցավոք սրտի կարող եմ ասեմ, խորհրդային միության փլուզումից հետո Հայաստանում գնաց քաղաքական իրադարձությունները, process-ները, ամեն ինչ գնացին, նույնիսկ իշխանություններ փոխվեցին, բայց քաղաքական վերնախավ, կայուն քաղաքական վերնախավ, մտածող ունակ համակարգ, որը կառավարման կայուն համակարգ լիներ, այդպես էլ չկայացավ։ Մի անձը գալիս էր, մի անձի շուրջ իր շրջապատը փոխվում էր, վերնախավը փոխվում էր։ Դա եղավ եւ առաջին նախագահի, եւ երկրորդ նախագահի, եւ երրորդ նախագահի, եւ այսօրվա վարչապետի պարագայում։ Այսինքն կարելի ասել, որ այստեղ մեկ անձից կախված ամեն ինչը տակնու վրա էր արվում, որի արդյունքում Հայաստանը հայտնվել է հենց այս վիճակի մեջ։ Տեսեք, Իրանում ճիշտ նկատեցի Ստեփան, որ փաստացի անցած տարվա հունիս ամսին հսկայական քանակով մարդկանց գնդակահարեցին, հա, առաջի դեմքերին։ Այս անգամ 40-ից ավել բարձրաստիճան ղեկավարներ են սպանել, բայց համակարգը մնացել է նույնը։ Ինչի՞, որտեղ համակարգը իր կայուն կառավարման համակարգ ունի։ Ճիշտ է, ինքը թեոկրատական կառավարման համակարգ է, բայց համակարգ է։ Անկախ նրանից թե դուր է գալիս մեր թե դուր չի գալիս, բայց դա ցույց է տալիս, որ այդ երկիրը, որը ունի 2500 տարվա պետականության փորձ, այնուամենայնիվ իր մեջ կրում է մի գաղափար, որ անկախ նրանից թե ով կլինի երկրի ղեկավարը, միևնույնն է համակարգը պետք է մնա նույնիսկ, ինքը պետությունը պետք է տարանջատվի անձից։ Հայաստանում ցավոք սրտի այդպես չեղավ։ Հայաստանում բանը երկրի ղեկավարը իրեն ասոցացվում էր անձի պետության հետ։ Տեսեք, նույն այսօրվա վարչապետի հետ կապված չէ, որ իր ամբողջ խոսույթի մեջ դրած այն գաղափարը, որ ինքը պետությունն է, ընդ որում ամբողջ տրագեդիան կանում է բանից, որ ի տարբերություն մնացած նախկինների, այս մարդու բոլոր քայլերը կոնկրետ պետության դեմ են ուղղված։ Տենց է ստացվել, որտեղ ինքը հայտնվել է պատանդի կարգավիճակի մեջ եւ ստացվել է, որ ինքը իր շրջապատով իր բոլոր քայլերը ուղղված են պետության դեմ։ Ստացվել է այնպես, որ պետության ղեկավարը պետության դեմ է սկսել աշխատել։ Դրա արդյունքում փաստացի, տեսեք, զրոյական կետից բանակցությունները տարավ Արցախի ոչնչացման։ Դրա արդյունքում մենք ունեցանք պատերազմներ, դրա արդյունքում փաստացի մեր սոցիալական համակարգը փլուզված վիճակի մեջ է։ Դրա արդյունքում ինքը փաստացի հայ առաքելական եկեղեցու պատերազմ հայտարարեց եւ ամբողջ աշխարհում մեկ է ժողովրդին խայտարակ արեց։ Մինչդեռ մենք միշտ ասում ենք, որ մենք
առաջի քրիստոնեական ժողովուրդն, առաջի ժողովուրդն ենք, որ պետականորեն ընդունել էին քրիստոնեությունը։ Որոշակի ինչ-որ միֆեր կար մեր մոտ, մեր բանի շուրջ, չէ։ Սա ամեն ինչը փլուզված վիճակի մեջ է։ Մենք հիմա փաստացի անգաղափար բարոյա հոգեբանական ամբողջ մտնոլորտը քայքայված մի հատ բանը համայնք ենք ամբողջային վիճակի մեջ հայտնված մի ժողովուրդ ենք դարձել։ Սա է խնդիրը, այսինքն դա դրա արդյունքը ի վերջո մենք պետք է անկես լինենք, այս մարդը լուսնից չի իջել, այս մարդը ծնվել է, ձևավորվել է իր շրջապատով բանով, սեփական պետության մեջ է ձևավորվել։ Սա նշանակում է մինչև 2018 թվականը մենք ունեցել էինք թղթի կառուպկաներից սարքած պետական ինստիտուտներ։ Տեսեք ոնց փլվեց դատարանները, ոնց փլվեց համանդրական դատարանը, ոնց փլվեց ամեն ինչը, սա բոլոր պետական կառույցները հայտնվեցին մեկ անձի տակ։ Եվ ըստ էության այսօրվա դրությամբ մենք որ ասում ենք պետական ինստիտուտներ, այդ պետական ինստիտուտները բոլորը ծառայում են կոնկրետ մեկ անձին։ Հասկանում եք, օրինակ նույն եթե մենք վերցնենք նույն Միացյալ Նահանգների բանը, տեսեք նախագահան կարա արդեն իհարկե չի կարա, տեսեք օրինակ արդեն այս բանը հարցակման արդյունքում արդեն կոնգրեսում կա խնդրեմ եւ ըստ էության երկու սակցական խմբավորում ձևավորվում, որպեսզի սկսեն արդեն թույլ չտալ, որ ինքը որոշակի լայն լիազորություն ունենա, որպեսզի շարունակի այս պատերազմը։ Սա ինչ է նշանակում, որ այնուամենայնիվ Միացյալ Նահանգները իր մեջ պարունակում է որոշակի հակակշիռներ, որ թույլ չի տալի, որ մեկ անձը կարողանա սեփականաշնորհի ամբողջ պետական համակարգը։ Եվ մեր գլխավոր նպատակը պետք է լինի այն, որ այս հունիսի ընտրություններից հետո մենք վերջապես կարողանանք կայացնենք այնպիսի համակարգ, որը կախված չլինի արդեն երկրի լավ կամ վատ ղեկավարի բանից։ Դա շատ կարևոր է։ Մենք պետք է մեր ժողովրդին եւ մեր հասարակությանը մենք պետք է ներկայացնենք այնպիսի ծրագիր, որի արդյունքում մենք կարողանանք իսկապես լիարժեք ինքնակառավարվող պետական եւ քաղաքական համակարգ սարքենք։ Ինչա պետք դրա համար։ Տեսեք, այս օրինակ բերեմ, որ դու պատկերացնեք։ Մենք ֆորմալ ունենք տեղական ինքնակառավարման մասին օրենք, չէ՞, բայց մենք չունենք իրականում տեղական ինքնակառավարման համակարգ։ Տեսեք, բոլոր գյուղապետները բաները պարկած են այս իշխանության տակ, ընդ որում մինչև 2018 թվականը նույն ձևի, ասենք, ով ես փալան սկզբունքով է աշխատել ամբողջ տեղական կառավարման։ Ինչի՞։ Որովհետև տեղական համակարգերը բյուջեներ չունեն, փոքրիկ բյուջեներ ունեն, ամբողջ ռեսուրսը կուտակվում էր մեկ բուրգի մեջ, հետո մեկ բուրգը սկսում էր բաժանել փողերը, ասում է ով վճարում է նայել բանա, չէ, պատվիրում է երաժշտություն։ Այսինքն ստացվում է հետեւյալը, որ մեր պետական համակարգը իրականում այդ բուրգային համակարգը իրականում հակադեմոկրատական, հակապետական համակարգ է։ Որպեսզի մենք կարողանանք լուրջ մակարդակի վերնախավ ունենանք, նախ պետք է տեղական վերնախավեր ունենանք։ Տեղերում մարզային վերնախավեր, մարզային վերնախավերից արդեն մարդիկ կարող են աճել, դառնալ պետական։ Մենակ տեսեք, օրինակ Միացյալ Նահանգներում նախագահ ոնց է նախագահ դառնում, դառնում է տեղական ինչ-որ նահանգապետ է դառնում, հետո այդ նահանգապետից կամաց դառնում է արդեն լավ նահանգապետերը կամ լավ հանրային գործիչները, իրանք են նոր դառնում բնական, այսպես ասած, բանով գնում է եւ մարդիկ դառնում են նույն Քլինտոնը ժամանակ, նույն Բուշը, նույն Ռեյգանը, չէ, ասենք բոլոր այդ դա համար այդ երկրները փաստացի կարողանում են ինքնակառավարման համակարգով զարգանալ եւ ըստ էության այնտեղ մեկ անձից ոչինչ կախված չի, մեկ անձը իհարկե դերակատարում ունի, իհարկե մեծ դերակատարում, բայց այդ մեկ անձը չի կարող ամբողջ համակարգը փլի ինչպես որ եղավ Հայաստանում։ Երևան զավեշտը կայանում է նրանում, որ այս գործող վարչապետը ամենաշատ բառը, որը օգտագործում է, դա ինստիտուցիոնալ բարեփոխումներն են, հա, 3 բառից մեկը ինստիտուցիոնալ բառն է։ Ոչ մի ղեկավար այդքան չի օգտագործել եւ փաստորեն բոլոր ինստիտուտները, որոնք այսպես թե այնպես ինչ որ ձևի, հա, աշխատում են, բոլորը փլուզվել են, բայց դա բերել է մի ավելի վատ հետևանքի։ Հիմա Հայաստանում ընտրություններ է սպասում, ճակատագրական ընտրություններ են։ Ինչ է քննարկում հանրությունը։ Հանրությունը քննարկում է անձեր։ Ինքը քննարկում է ոչ թե պետության առաջ եղած խնդիրները, լուծումները, այ ինչպիսի ինստիտուտներ սարքենք այս փորձից ելնելով, որ դրանք լինեն կայուն եւ աշխատող, չէ՞։ 20 թվականի պատերազմը ցույց տվեց, որ այդ ամեն ինչը քուչիկ էր, փլուզվեց։ Եվ խոսակցությունը գնում է անձերի մասին, այս անձը լավն է, այս անձը վատը չի, կամ խոսակցությունը գնում է ով ինչ որ գումար կբերի, սոցիալական ինչ որ խնդիր կլուծի, բայց այդ գումարը որտեղից կբերի, այդ գումարը որտեղից է կուտակվելու, դա չկա։ Այսինքն քաղաքական համակարգը վերածվել է ինչ որ անձերի քննարկման համակարգի։ Ստեփան, ես այդ համաձայն եմ, դա նույնպես եմ ասում, վկայում եմ այն բանի, որ
մեր մոտ 30 տարվա մեջ մենք չենք ձևավորել կառավարման պետական համակարգ, քաղաքական վերնախավ չենք ձևավորել եւ այդ գիտակցությունը չի եղել նախկինների մոտ։ Այս մարդը առավելևս այդ գիտակցությունը չունի։ Այս մարդը, որ ասում է ինստիտուցիոնալ բնույթ, հարց տամ դες, էլի։ Ինքը ասում էր Սերժի կոստյում բան, չէ, որ տենց ասում էր, չէ, այդ կոստյումը մնացել ինքը իր հակին սարքեց, չէ, այդ կոստյում։ Մի տար փոխվել է այդ կոստյումից։ Ոչինչ չի փոխվել, չէ։ Այսինքն ինչ եմ ուզում ասեմ, որ այս մարդու խոսքերին այլևս էլ ոչ մեկ չի հավատում, բայց այդ մարդը նաև եկեք անկեսնենք գաբառական մտածելակերպ ունեցող անձնավորություններ, որը ոչ մի լուրջ մագարտակի լեվելի պատկերացում երբևիցե չէր ունեցել եւ իրենց լուրջ սպասում ոչ մեկ չուներ։ Այլ խնդիրը որ շարքային քաղաքացիներին ինքը շատ նման էր այդ իմաստով են առավել անգրագետ մարդկանց որոնք թվում էր թե այ թե իրանց նման մարդ գա իրանք կսկսեն նորմալ ապրել իրանք հուսախաբ եղան բայց եթե մեր քաղաքական վերնախավը գիրք կարդացածները մարդկանց լուսավորեր որ ամբողջ քաղաքագիտական ամբողջ պատմությունը մարդկության ցույց է տալիս որ այդ տիպի մարդիկ որ գալիս են ավելի վատ վիճակի մեջ ալնում մենք այս վիճակի մեջ չենք հայտնվի սա է խնդիրը ու սահմանադրությունը այնպեսին է Հայաստանի ոչ միայն Հայաստանի որ իշխանության համար պայքարը գնում է կուսակցությունների միջև այսինքն կուսակցությունները մասնակցում են ընտրությունների ով որ շատ ձեն հավաքի ինքը կառավարություն է ձևավորում կուսակցությունների նկատմամբ Հայաստանում վստահություն չկա մարդիկ երբ որ ասում են այսինչ կուսակցության թե այնինչ կուսակցությանը հիմնական մի զանգված կա որ ասում ոչ ոքի չենք հավատում հիմա հարցը հետեւյալն է իսկ ինչի Հայաստանում կուսակցությունները չեն կայանում դասական համակարգը որը ձևավորվել է կուսակցական արևմուտքում մի կարևոր օղակ կա այսինքն կա հասարակ ժողովուրդ ոչ թե հասարակություն ժողովուրդ եւ կան կուսակցություններ նրանց արանքում կա քաղաքացիական հասարակություն ոչ թե հակներն են ինչպես մեր մոտ պատկերացնում են եւ այդ ինքնակոչները որ իրենց կոչում են քաղաքացիական հասարակություն այլ դա մասնագիտական խմբեր են պրոֆեսիոնալ խմբեր են նկարիչներ եւ այլն think tank-ներ են հետազոտական կենտրոններն են եկեղեցին է եւ այլն այդ բոլորը հանդիսանում են միջնորդ հանրության եւ իշխանության միջև իրենք գեներացնում են գաղափարներ իրենք դնում են պահանջներ իշխանության առաջ հետևում են երբ որ ընտրությունը գալիս է կամ պաշտպանում են մեկ մյուսին որը իրենց տեսակետները կհայտնի հիմա հարցը հետեւյալն է արդյոք այդ կուսակցությունների նկատմամբ անվստահության պատճառներից մեկը այն է որ Հայաստանում ոչ մի իշխանություն միջև հիմա չմտածեց այլ քաղաքացիական հասարակություն ձևավորել այլ ձևավորվում են դրսին ծառայող ինչ որ կազմակերպություններ որոնք իրենց վրա այդ անունը վերցրել են Ստեփան ես քո հետ համաձայն եմ բայց մասամբ համաձայն եմ որտեվ գլխավոր պատճառը դա չի ես համաձայն եմ քո ասածի դա պատճառներից մեկն է գլխավոր պատճառը ուրիշ է տեսեք ես համաձայն եմ քաղաքացիական հասարակությունը պետք է որպեսզի միջնորդ օղակ հանդիսանա կուսակցությունների եւ հանրության միջև բայց գլխավոր պատճառը կայանում է նրանում որ երկրում պերմանենտ մակարդակով 30 տարվա ընթացքում ընտրությունները կեղծվել են կամ ընտրակաշառքով են ձևավորվել։ Տեսեք, եթե ընտրությունները կեղծվում են եւ ընտրակաշառքով են անցկացվում, հարց առաջանում իսկ ինչ անհրաժեշտություն կա, եթե կուսակցությունից բան չի կախված, եթե կուսակցությունը ինչ լավ ծրագրեր է որ ներկայացնի, միևնույնն է իր ընտրությունը ոչ թե իր արդար քվեով է գնալու, այլ կեղծվելու է այդ ընտրությունը կամ ընտրակաշառքով է գնալու, չէ՞։ Եթե ընտրակաշառքով է նշանակում մեծահարուստի գործոնն է մեծ, եթե ընտրակեղծիքով է գնում նշանակում է պետությունը ամենաուժեղն է, չէ՞։ Այսինքն կուսակցության դերը նսեմացվում է, օբյեկտիվորեն կուսակցության դերը զրոյանում է, երբ որ մարդիկ տեսնում են որ ընտրությունների ժամանակ կուսակցությունները չեն որոշում այդ ամեն ինչը։ Եթե ընտրությունները արդար լիներ հենց սկզբից էլ, կուսակցությունների դերը մեծ կլներ։ Ավելի եթե կուսակցությունների դերը մեծանար, օբյեկտիվորեն կառաջանար պահանջ, որ այդ քաղաքացիական հասարակությունը ձևավորվեր, միջնորդ օղակը աշխատեր, այսինքն գլխավոր պատճառը ընտրական կեղծիքի պատճառն է եղել։ Իսկ ինչի են ընտրությունները կեղծվել։ Շատ կարևոր ձևակերպում տամ։ Ոչ թե ինչ որ մեկ կամ երկու անձի պատճառով է կեղծվել։ Ի վերջո Հայաստանում 4 իշխանություն է չէ եղել, բայց տեսեք հասարակության մեծ մասը թերահավատորեն է չէ վերաբերում ընտրական ինստիտուտին, որովհետև մենք ունենք բուրգային կառավարման համակարգ։ Եթե տեսեք, օրինակ ես մի պարզ ձևակերպում տամ, եթե ասենք տեղական կառույցները կախված չնեին գլխավոր իշխանությունից, ասենք եթե մարզպետը ընտրովի լիներ, մարզային ժողով լիներ, իրանք կախված չնեին սեփական ժողովրդից եւ իրանք կախված չնեին կենտրոնական իշխանությունից, ինչպես օրինակ ասենք Կալիֆոռնիայի նահանգապետը կախված չի
բանի Տրամպից եւ ազատորեն քննադատում է Իրան եւ նույնիսկ Գերմանիայում հակատրամպյան ելույթ է չէ ունենում։ Եթե մենք տենց համակարգ ունենայինք, նշանակում է տարածքային ընտրական համակարգերը, չէ, իրանք չէին կարա կեղծեին։ Ասեմ ձեզ ընտրական կեղծիքը կատարվում է հիմնականում տեղական եւ տարածքային ընտրական համակարգերում։ Դե եթե տարածքները մեր մոտ դառնան ինքնակառավարող դեմոկրատական կառույցներ, եւ որոնք կախված չնան կենտրոնական իշխանությունից, ընտրության ժամանակ տարածքային ընտրական համակարգերը կախված չնան կենտրոնական ընտրական համակարգից, ապա օբյեկտիվորեն հնարավոր չի լինի կեղծել ընտրությունները, եւ եթե չլինի հնարավոր չի լինի ընտրություն կեղծել, կուսակցությունների դերը շեշտակիորեն կբարձրանա, եւ շեշտակիորեն բարձրանալու արդյունքում էլ կուսակցությունները կհասկանան, որ մինչեւ ընտրությունները քաղաքացիական հասարակության միջոցով պետք է ակտիվորեն շփվեն հասարակության հետ, որպեսզի հաջորդ ընտրությունների ժամանակ իրանք նորից քվե ունենան, այսինքն դա ինքնաբերաբար կդառնա։ Ես ինչ եմ դա ասում, որ մեր մոտ քաղաքական վերնախավ չի կայացել, որտեվ իշխանությունները ոչ մի իշխանություն շահագրգռված չի եղել, որ ունենա նորմալ ընտրական համակարգ։ Ոչ մեկին դա շահավետ չի եղել։ Իրանք ունեցել են մենակ իրանց վերարտադրելու խնդիր։ Հասկանում ես ի՞նչն է խնդիրը։ Դրա համար մենք հասել ենք այս վիճակի։ Երևան զավեշտը կայանման նրա մեջ, որ կան մարդիկ, որոնք երկար տարիներ Հայաստանը ղեկավարել են, եւ հետո ասում են Հայաստանում ընտրություններով իշխանություն փոխել հնարավոր չի։ Մարդիկ, որոնք ղեկավարել են Հայաստանը, այսինքն իրենք դրանով ասում են, որ Հայաստանում իրենք ընտրության չեն եկել իշխանության։ Իհարկե, բայց ես դա եմ ասում, այսինքն ամբողջ հենց խնդրը կանում է այն բանի մեջ, որ մեր մոտ չի կայացվել այդ ինստիտուտը, չի կայացվել եւ ոչ մեկ շահագրգռվածություն չի ունեցել, որ այդ համակարգը կայանա։ Դրա համար մենք այս իրավիճակի մեջ ենք։ Դրա համար Իրանում փաստացի սենց ծանր վիճակի մեջ երկրի գործող վարչապետը փոխանակ ինքը անվտանգության խորհրդի նիստին մասնակցի, ինքը գնում է նախընտրական արշավով պերաշկի է ուտում, ուզում է այդ պերաշկի ուտելով հավասարեցնի իրան ցույց տա, որ ինքը հասարակ մարդուն հավասար մարդ է։ Դուք հասկանում եք, մենք ինչ երկրում ենք ապրում։ Երբանդ մի քանի ամսից հետո ընտրություններ են լինելու։ Եվ հեսա սկսվելու է նախընտրական քարոզարշավը։ Հիմա կա մի հանրություն, այսինքն հանրության մի հատված, որը ասում է ընտրությունները դա սուտ է, կուսակցություններին չենք վստահում եւ խնդիր է առաջանում։ Ինչպես այդ մարդկանց հասցնել, որ խնդիրը, ինչպես հիմիկվա վարչապետն է ասում, ինստիտուցիոնալ հարցերի մեջ է, եւ հենց այդ հարցերը պետք է քննարկվեն եւ հանրությանը պետք է բացատրվի, եթե մենք ուզում ենք կառուցենք նորմալ կայուն երկիր, ապա այս խնդիրները առաջնային են եւ սրանց շուրջ պետք է լինի բանավեճը, այլ ոչ թե ով է լավ մարդ եւ ով է վատ մարդ։ Շատ լավ հարց ես տալիս, Ստեփան, ես ասեմ ձեզ, մեր հասարակությունը բաղկացած է մի քանի շերտից։ Խելոք շերտ, միջին շերտ եւ ամենաշարքային շերտը։ Խելոք շերտին ես խորհուրդ կտամ, որ ինքը լսի ծրագրերը։ Մենք օրինակ մենք առաջ ենք ներկայացնել ենք այնպիսի ծրագիր, որտեղ այդ խելոք շերտը կտեսնի, որ այդ ծրագիրը լինելու է Առաջարկ Հայաստանի ծրագիրը, որտեղ մենք հեսա փոխլրացված որ ներկայացնենք ամբողջական, մարդիկ կտեսնեն, որ դա ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլ նաև քաղաքական փոփոխությունների ծրագիր է լինելու։ Այդ խելոք շերտը կտեսնի, որ այս իշխանություն, որ այս մենք խնդիր ենք ունենալու երկարատև իշխանություն ձևավորելու։ Երկարատև իշխանություն, որտեղ արդեն այդ իշխանությունը արդեն եթե նույնիսկ վաղը մյուս օր իշխանությունը փոխվի, ամբողջ այն դրական բարեփոխումները որ կարվեն, դրանք հետ չեն շրջվի, ինչպես որ Հայաստանում ցավոք սրտի նման բան եղավ, հա? Եվ շատ կարևոր է այդ մարդիկ տեսնեն ծրագրեր կարդալու համար։ Միջին շերտը ինքը պետք է հասկանա, որ նախ եւ առաջ խաբեբաներին չի կարելի վստահել։ Երկրորդը միջին շերտը պետք է հասկանա, որ անձի տեսնելով անձով հնարավոր չի ոչ բանը դու պետք է նաև անկախամիջի թիմին ներկայացնես, թիմը ինչ է առաջարկում, ինչ ծրագրեր է առաջարկում, ինչ մոդել է առաջարկում եւ կոնկրետ իրանց շերտերի համար իրանք ինչ կստանան, որովհետեւ տեսեք, մենք այնուամենայնիվ ցավոք սրտի եմ ասում, շատ բոլորը խոսում են դեմոկրատական արժեքներից, բաներից, բայց ինքը իրականում հակամարտկային պետություն է ձևավորված։ Եվ դե ձևավորված է ոչ թե 18 թվականից, ընդհանրապես ինքը ամբողջովին տենց դառել։ Տեսեք, ես մի հատ օրինակ բերեմ պատկերացրեք, էլի։ Մենք անընդհատ եթե հիշում ես, սա 2023 թվականից ասում ենք, որ համախառն բանը այդ մինիմալ սպառողական զամբյուղը 75-82 հազար դրամ էր, իսկ մինիմալ թոշակը 36 հազար, դա աբսուրդ է, չէ՞։
Սրանք ինչ էին ասում, ասում էին դա տենց բան չկա, մենք բանը բյուջեում փող չկա, որ մենք կարողանանք թոշակը բարձրացնենք, բան եւ այլն, եւ ուշադրություն դարձրա ընտրությունից ընդամենը առաջ, անցյալ տարվա դեկտեմբեր, այս տարվա հունվարին գործող վարչապետ իրանք նախասեցին, որ մենք հեսա քեշբեքով 10000-ով ավելացնում ենք 36-ը դարձնում ենք 46000 քեշբեքով, այսինքն մարդը գնում է քարտով առևտուր անում, ամեն մի առևտրից 20% հետ վերադարձ ավելանում է իր գումարը, էլի, հա, եւ ասացին, որ իմաստ չունի թոշակ բարձրացնել, փող չկա, հետո 2 ամիս ու կես անց մեկ էլ ասացին, որ չէ, փող կա, մեկ էլի բարձրացնում ենք, դա ի՞նչ է նշանակում, որ այս մարդկանց համար զրոյական արժեք է իրանց խոսքը, երբ որ մենք ասում ենք դուք ձեր համախառն ներքին արդյունքը 2 անգամ մեծացել է ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում, նրանք նախևս այս մարդիկ ամենաանազնիվ ձևով հերքում են, որ ռուս-ուկրաինական պատերազմը արդյունքում ադմ, դա ծաղելի է իհարկե, բայց հերքում են դա, նույնիսկ դա են հերքում։ Երկրորդն մենք ասում ենք ձեր այդ հնայի բարձրացման արդյունքում բանկերի եկամուտը 11 անգամ է մեծացել, իսկ մարդկանց թոշակներն ու եկամուտները ոչ միայն չեն բացացել, այլ եթե մենք բանով ռեալ տեսակ, եթե գների ինֆլյացիայի բանով, նույնիսկ իջել է, տեսեք օրինակ անցյալ տարի արձանագրել են 3% ինֆլյացիա, բայց հիմնական ապրանքները, խոսքը մսեղենը, կաթնեղենը, կարագը, բանը ավելացել են առնվազն 10-15-20%-ով, չէ՞, ասենք, չգիտեմ, կակաոն, ասենք 39%-ով, պաշտոնական իրաց տվյալներն եմ ասում։ Այսինքն ինչ եմ ուզում ասեմ, իրանք մեկամից հանգարց տեսան, որ տես գումար կա բյուջեում, վախից տեսան, իրանք ժողովրդի հանդեպ վախից տեսան այդ ամեն ինչը։ Հասարակությունից հետո ինչ կլինի, իրենց համար կարևոր է։ Իրանք դա հետաքրքիր, իրանք 5 տարվա մեջ 4.5 տարի ցինիկաբար բան են անում, վերջին ընտրությունից առաջ իրանք արդեն այլասերվել են արդեն, վերջին ընտրությունից ընդամենը 2-3 ամիս առաջ իրանք հիշում են այդ ժողովրդին, որ հերթական անգամ մի քիչ ընտրակաշառք բաժանեն պետական մակարդակով, նորից հետո 5 տարի կարողանան խաբել։ Երբանդ, ուրեմն կա նաև երրորդ շերտը, մեր ժողովրդի մեծամասնությունը, որը իր հոգսերով է ապրում, որը ժամանակ չունի հետևել քաղաքական կյանքին, ունի իր հմտությունները, բայց այս առումով ինքը այդ հմտությունները չունի։ Ծրագրերը խորքային չի կարող տիրապետում, այո։ Ինձ արդեն կարելի է սիմվոլները, դեմքը, տեսակը, թե ինչ հանդես այս մարդկանց հետ, բայց իրանք հիմնական ընտրողներ են։ Այս մարդկանց հետ ինչպես պետք է կոմունիկացվել։ Հաշվի առնելով այդ հանգամանքը մենք էլ հաշվի ենք առել, որ այդ մարդիկ չեն կարդում ծրագրերը եւ չեն կարողանում անալիզով անանեն, իրանց պատկերներ են պետք, մենք այդ պատկերի խնդիրներ ենք ապահովում, որպեսզի այդ մարդիկ հասկանան, որ մեր մոտեցումները ազնիվ են այն իմաստով, որ մենք ճիշտ է սարեր խոսք չենք տալիս, բայց այն ինչ որ ասում ենք կատարելու ենք։ Դա շատ կարևոր է։ Մենք ամբողջակին բանը տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխում անցկացնենք։ Մենք պետք է ամբողջ առողջապահական համակարգի բարեփոխում անցկացնենք։ Դա վայրի համակարգ է, երբ որ մարդը ստանում է, ասենք, չգիտեմ, հիմա 50000 դրամ թոշակ, եւ ինքը գնում է դեղ առնում, հանգարց հիվանդանա, ինքը պետք է մեռնի, որտեղ ոչ մի լուրջ համակարգ բացառությամբ, ասենք, շատ չնչին, ասենք, բաների լուրջ համակարգ չկա։ Տեսեք հարևան Վրաստանում ինչ համակարգ են աշխատացնում։ Հարևան Վրաստանում ամեն մի քաղաքացին ծնված օրվանից ինքը ունի արդեն օպերացիաների համար տարեկան որոշակի կվոտա $5500 իր առողջությունը ոչ վիրահատական բաներով $4500 ֆոնդ ունի ինքը, որը ինքը գնալով, ասենք, եթե պետք է գնա բուժվի, ասենք, այդ ֆոնդից իրան տալիս են, ոնց որ մատերիալի կապիտալը Ռուսաստանում։ Հարևան Վրաստանը, չեմ ասում Ֆրանսիայի, Իսպանիայի բանի մասին, հարևան Վրաստանը, որը 90-ական թվականներից մեզանից հետ էր բարեփոխումներով, 2000 թվականներին էլի հետ էր եւ Վրաստանից մարդիկ գալիս էին այստեղ աշխատում էին, վիրահատվում էին բանեն անում, հետո կամաց մենք հեկ զարգացում ունեցանք, հիմա արդեն ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում, մենք ասում ենք 2 անգամ մեր հնարը մեծացել, իրանց մոտ 2.5 անգամ մեծացել, եւ դա այն պարագայում, երբ որ մենք ԵԱՏՄ-ի անդամ երկիր ենք, Ռուսաստանի հետ չունենք քաղաքական հակասություններ, Վրաստանը ԵԱՏՄ-ի անդամ չի եւ Ռուսաստանի հետ քաղաքական հարաբերություններ չունի, դուք հասկանում եք տարբերությունը ինչ մեջ է։ Մեր մոտ IMF-ի տվյալներով $27 միլիարդ հնան, վրացիների մոտ $37 միլիարդ, հասկանում եք, մեր մոտ 9000-ը մեկ շնչի վրա հնա, իրանց մոտ $10126, այսինքն իրանք մեզանից արդեն առաջ են անցնում եւ նույնիսկ անզեն աչքով տեսանելի է, որ
իրանց տնտեսական զարգացումը թռիչքային մակարդակ ունի։ Տեսեք իրանց մոտ Բաթումը ոնց զարգացավ, փոքրիկ քաղաքից դարավ հսկայական լուրջ մակարդակի քաղաք եւ իրանք Բաթումի զարգացման բանը իրանք դիտարկում են, ասենք համատում են իրանց, չգիտեմ, թուրքական բանի չեն ասում այդ Անտալիայի հետ կամ Դուբայի պրոյեկտների հետ են ուզում համատեն իրանք, մրցում են։ Քոբուլեցին փոքր գյուղեր դարավ արդեն քաղաք։ Իրանք արդեն նավթամշակման հսկայական գործարան են սարքում Կուլևիում Միացյալ Նահանգների հետ համատեղ։ Չինաստանի հետ, ասենք, անբանում Անակլայում հսկայական նավահանգիստ են սարքում։ Ասենք 6 միլիարդ դոլար մենակ Էմիրատները ներդրում արել Թբիլիսիում, Գոնյոյում, ասենք, հսկայական կոմպլեքսներ են սարքում 6 միլիարդ դոլար, դուք հասկանում եք, ինչ մասն է խոսքը։ Էլ չասեմ, Չինաստանը ինձ մեծ մեգա պրոյեկտներ ունեն իրանք։ Ես այս ամեն ինչը համատած այս խուլիգանները իրանք ոչինչ չեն կարած անել, իրանք նույնիսկ իրանք ուզենալու պարագայում էլ չեն կարող, չունեն այդ ունակությունը, մտահորիզոնը, իրանք գավառական պատկերացումները, իրանք այնքան ցածր են, որ չեն կարող այդ բաները պատկերացնել, ելու մնաց ինչ-որ լուրջ բարեփոխումների մասին խոսել։ Ես կարծում եմ, որ ժողովուրդը, քանի որ այս հարցերի մեջ շատ չի խորանում, ժողովուրդը չի մեղավոր, այսինքն ժողովուրդը ոչ թե անկիրտ է, այլ ժողովրդին ամեն ինչ անում են, որպեսզի սարքեն անկիրտ, հիմարություններ են քարոզում, թեկուզ H1-ը, եթե մենք նայենք, առաջին մինչև 18 թիվ այնպես չէր, որ ժողովրդի հետ կարողանում են առարկայական խոսել, հիշում ենք մի վարչապետ կար, որ ասում էր մեզ կրթված ժողովուրդ պետք չի, որը ավելի հեշտ կառավարելի կլինի եւ եթե արտագաղթ է լինում, ավելի լավ հեղափոխություն չի լինում։ Ժողովրդի հետ այդպես են վերաբերվել, այս առումով ես կարծում եմ նման խոսակցությունները շատ կարևոր է եւ մեր հանրության նկատմամբ վերաբերմունքը, ապագա իշխանությունը պետք է փոխի։ Շնորհակալություն այսօրվա քննարկման համար։